Չապետից մենք դա ինքը օրինակելի քաղաքացին է, նրա բառապաշարը օրինակելի է, մենք հիմա իրավունք ունենք, օրինակ ձեր եթերում, եթե վարչապետն ասել է, ես էլ եմ ասում, քանի որ ես ստեղծագործողը մի քիչ ավելացնեմ, հա, ամեն մեկս որ մի քիչ ավելացնում ենք իր դրած այդ բջիջի վրա, դուք գիտեք, ես մի քանի օր առաջ մի հավաքույթի էի մասնակցում, շնորհապետական կուսակցությունը գիտաժողով էր անցկացնում, Գուրգեն Սիմոնյանը ինձ հրավիրել էր, որպես հյուր։ Հիմա մենք ունենք 3+3 հարաբերությունները, չէ, 3 Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Իդեպ դուք ձեր հարցազրույցներից մեկում աղետալի համարել այդ բանաձևը, այդ ձևաչափը։ Այդ բանաձևը ես այդ մասնագետները Ինչու եք աղետալի վերցրել դա այս 6 պետություններն էր վերցրել յուրաքանչյուր 100,000-ին ընկնող գիտնականների թվով։ Մենք պատվավոր 6-րդ տեղում ենք։ Վերջին, հա։ Վերջում ու կամ բաներ, որ 5 անգամ, 10 անգամ ավելի բարձր է, օրինակ Վրաստանում կամ Ադրբեջանում կամ Թուրքիայում գիտության նկատմամբ ուշադրությունը, ֆինանսավորումը, հարգանքը, պատիվը 10 անգամ ավելի բարձր է, քան թե Հայաստանում։ Մենք մինչև հիմա մեր հարևանների, այդ թվում նաև թիվ առաջին Ռուսաստանի նկատմամբ ասել ենք, մենք ինտելեկտուալ ժողովուրդ ենք, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, մենք առաջանցիկ ծրագրեր ունենք, Նոբելյան մրցանակակիր ունենք, էթնիկ հայեր, մենք աստղեր, թվեր, միկրոբներ ու մոլեկուլներ հաշվել գիտենք, չէ՞։ Պարզվում է, որ այդ գիտաժողովին ես հրավիրված էի, Գուրգեն Սիմոնյանն էր հրավիրել, եւ պարզվեց, որ մենք վերջի տեղն ենք զբաղացնում։ Դուք պատկերացրեք եվրոպական պետությունների մեջ յուրաքանչյուր 100,000 քաղաքացու մեջ քանի գիտնական կա, մենք վերջի տեղն ենք զբաղեցնում, այ դա օրակարգի խնդիր է, ոնց է, ինչ ուշադրություն, ինչ վերաբերմունք կա գիտության ու կրթության նկատմամբ, հիմա շատ են խոսում բանակից ճողոպրողների մասին, դուք գիտեք ինչ մակարդակի զինվորներ են գնում, իմ տղան սպա է եղել, աղետ էր, ասում է աղետալի է, տարրական բանը չեն կարողանում բացատրել զինվորին, տարրական բան, մարդը ոչ ֆիզիկա է անցել, ոչ քիմիա է անցել, դպրոցը մի կերպ ավարտել է, այդ զինվորի հիմա որ մենք ասում ենք հատուկ տեսակի բարձր որակի զենք ու զինամթերք ենք ներկրում, բերում ենք, հիմա կտեսնեք ով է դա օգտագործելու, այս շրջանավարտը դպրոցներից ովքեր են, քանի տոկոսն է մեր բյուջեի գնում դպրոցին, այդ լենթերը, որ կտրտում եք մկրատով բանով, քանի տոկոսն է բյուջեից հատկացված կրթությանը, այդտեղից պետք է սկսվի, մեր օրակարգը դա է, բանակը դուք դարձնում եք բանվորագյուղացիական, դուք դա եք ուզում դարձնել, պետք է բանակը, մենք հիմա գիտությունից անցնենք, էլի, դպրոցից, մանկապարտեզից, ու մենք պատրաստում, գրեհկաբանից, եթերից դուք, եթե այդպիսի գրեհիկ բաներ եք տարածում, բա Կոմիտասը ուր է, բա Վահան Տերյանը, բա Չարենցը, դա պետք է եթերից հնչի, այսինքն մենք կորտան, այդ դուք որ ասացիք, չի վարկաբեկում Հայաստան, ես ասում եմ, վարկաբեկում է բյուջեն, բյուջեն է վարկաբեկում մեզ, տեսեք ինչ ենք հատկացնում, նրանք այդ թվերը ունեն, եթե մենք ունենք, մենք կարճ ձեռքեր ունենք, ամեն ինչի չի, որ մեր ձեռքերը հասնում են, եթե մենք ստացել ենք Ռուսաստանից այդ տվյալները, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Իրանից, կրթության, գիտության մասին այդպիսի թվեր ենք ստացել, բա նրանք մեզանից ինչ թափանցիկ մեր երկրից, ինչ թվեր են ստանում, օրինական ագենտներ կան, օրենքով ստորագրել, ասել ենք, այս երկիրը իրավունք ունի մեր երկրում, մեր Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել ագենտուրալ համակարգ, այսինքն հետախուզություն, մեր երկրում Ռուսաստանը իրավունք ունի հավաքագրելու մարդկանց, ինչպես է տրված այդ իրավունքը, որտեղ ռազմական բազայի անվտանգությունը ապահովելու համար, սահմանների անվտանգությունը ապահովելու համար, համատեղ զորքերի անվտանգությունը ապահովելու համար, համատեղ մաքսային ծառայության անվտանգությունը ապահովելու համար, համատեղ մաքսային ծառայություն ունենք, այսինքն մենք դա միայն Ռուսաստանինը չի,
ՕԴԿԲ-ի միջոցով, ասենք Ղազախստանը ստանում է իրավունք ունի մեր հետախուզությունից մերից չէ, ինքը կազմակերպում է դա ու տանում է ինֆորմացիան։ Օրենքով մենք ստորագրել տվել ենք, ասել ենք Ղազախստան համաթուրքական այդ բանի ոսկե հորդայի բաներից մեկն է, Ուզբեկստանը եւ Ղազախստանը մրցում են իրենցից ով է ավելի ոսկե հորդա։ Ռուսաստանին ընդհանրապես ասում են դու նվաճված երկիր ես, հետո յուրացրել ես ոսկե հորդայի տարածքը։ Նրանց ասում են շատ լուրջ խնդիրներ կան։ Իմիջիալից գուլագում կային հակառուսներ, այն բեյ-ռուսկիխ ծրագրերով, որոնք որ ասում են Ռուսաստանը ապօրինի պետություն է, ոսկե հորդան է սա։ Թուրքերը, մենք թուրքերս հալածված ենք, մերն է այս տարածքը, դա մեր երկիրն է։ Կալանավորներ կային այդպիսի նացիոնալիստներ էին, Թուրանի ծրագրերը։ Ես անձամբ շփվել եմ լիդերների հետ բանտում։ Ուրեմն մենք խողովակներ բաց խողովակներ են, գազամուղի մեծ խողովակով մեր երկրի գաղտնիքները թույլ ենք տալիս, որ նրանք հավաքեն ու տանեն եւ պատրաստվեն մեր դեմ պատերազմի կամ ընկերության, բարեկամության, ինչ որ է։ Հիմա դա է օրենքը։ Օրենքներ ընդունեք, այդ հանձնաժողովը կամ լուծարեք, եթե վարչապետը այդ մակարդակը մենք որոշեցինք հանենք, չէ, բառերը չօգտագործենք ձեր եթերում, ես չեմ կարող դրանք արտասել։ Ես սովետական միության 20 բանտում եղել եմ։ 20 այդ էտապն է սևեր, որ ասում են, դա որ գնում ես ամիսներ են տևում, ամիսներով դու գնում դա պատժի ձև է, որովհետև էտապ գնալը դա անտանելի վիճակ է, շատ չպատնեմ ձեզ, ուղղակի շատ ծանր բան է, ուրեմն 20 բանտում պտտում են քեզ, ու նաև դա ռիսկային բան կա, էլի, որովհետև միտեղից դուրս եկար, միտեղ մարդասպան են, միտեղ հոմիկներ են, միտեղ պասիվ են, միտեղ ակտիվ են, տարբեր տեղեր, այդ խցիկներով անցնում ես, այդ զտիչներով անցնում ես, հետո հասնում ես քո բերդը, որտեղ որ փակում են քեզ կամերում, ուրեմն դու շփվում ես մարդկանց հետ եւ ես այնտեղ լուրջ հայհոյանքի դպրոց եմ անցել, եթե մրցումներ լինի, փակ։ Ես մի անգամ շահել եմ իմ Հրանտ Մաթևոսյան եւ Շեկոյան Արմենը, մի անգամ ինչ որ մեկը էլի բաներ, հերոստատեսության ինչ որ բաներ ասել, ինձ ասեցին հետաքրքիր է, ես մի երկու բան ասացին, չէ, շատ ցավոտ բաներ ես ասում, խոցելի, այսինքն հակառակորդին խոցել, ցավոտ բաներ ասել, ու ասում ես հայերեն գիտեմ, բայց դրա մասին չխոսենք։ Ես ուզում եմ որ պոզիտիվ լինի, կառուցողական լինի, այս եթերը, այդ քանի րոպեն, որ մենք ունենք, դրա հետևանքը լինի դրական շարժ պետության մեջ, այո, պետությունը վարկաբեկվում է, որովհետև ասում են, սրանք ինչքան են, բոլոր նշանավոր գիտնականները Հայաստանում են, ասենք Գարիկը Իսրայելյան Հայաստանում է, չէ, Աճեմօղլին Հայաստանում է, Հովանեսյանը Հայաստանում է, չէ, այսինքն մեր մոտ ուր են, ուր են, Ալան Հովանեսը Հայաստանում է, չէ, Թարիվերդիվը Հայաստանում է, ոչ, Տուխմանովը Հայաստանում է, ոչ, Շարլ Ազնավուրը Հայաստանում էր ապրում, ոչ, Կառավարենցը Հայաստանում է, ոչ, բայց ո՞նց եղավ, հայերը արտասահմանում տաղանդավոր են, շնորհալի են, գիտուն են, Հայաստանում չէ, այդ մեր օրակարգն է, այդ պաշտպանություն էլ գրել են, լուծարել այդ հանձնաժողովները, եթե այդպիսի օրենք է մտնում, եթե օրենքի նախագիծ է մտնում, կաշառակերության մասին օրինականացնել կաշառքը, այսինքն հայկական պետության զինված ուժերը դարձնել պլեբեյների, ես չգիտեմ ինչի բանակ, պետք է բա սոցիալական անհավասարությունը այդ դեպքում։ Դե ես հանում եմ ամենապատվավոր գործը, դրանց դուք աղջիկ տալու եք, թե չէ, մարդը որ ճողոպրել է, հայրենիքը դա հո միայն բան չի, զրկանքը չի, որ դու գնացիր փոշի, արև, պայոկները, դող մի անգամ կազմակերպեն, ճաշկերույթ
կանսերվեն ուտեն, որ հիմա բաժանում են։ Այդ կանսերվեն նստեն ուտեն ու սկորեց, շտաբօգնության մեքենաները կողքները լինեն։ Այդ ինչ եք դու, այդ ինչով եք կերակրում մեր բանակը։ Ինչ եք հագցնում։ Բանակը զորակոչված երիտասարդը ինչ կարգավիճակ ունի։ Սովետական միությունում որտեղ ունեցվածքը արգելված էր, սովետական միության ես ծառայել եմ, սովետական միության բանակում ծառայող շարքայինի հարազատները հարկային արտոնություն էին ստանում։ Տնամերձում են, որ 2-300 քառակուսի մետր հող ուներ, տան դիմացի հողի համար հարկերից ազատվում էր ինչ-որ տոկոսով։ Սովետական միությունը, պատկերացնում եք, ունեցվածքային արտոնություն էր տալիս շարքային զինվորականի հարազատին հորս, որ մենք հողամաս չունենք, երևանցի ենք։ Գալի ֆիլմ գալի ասում են, այդ ծաղկանոցը, որ ունեք, դրա հող ասենք 70 քառակուսի մետր, դրանից ազատված եք դուք։ Ուրեմն ինչ եք տալիս զինվորին։ Իսկ եթե սպա է, իսկ եթե գեներալ է, ինչ ունի գեներալը, ինչ պատվավոր, քանի գեներալ կա ազգային ժողովում այսօր։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը Վազգեն Սարգսյանը ավարտել է, Վազգեն Սարգսյանը ավարտած, քանի գեներալ ունենք մենք, 30 տարի շրջանավարտ է տալիս։ Մեր ռազմական ինստիտուտը 30 տարի շրջանավարտ է տալիս, այսինքն 20 տարեկան երիտասարդը, այսօր 50 տարեկան է, պաշտպանության նախարարը շրջանավարտ է Վազգեն Սարգսյանի, տեղակալները շրջանավարտ են, այսինքն պետք է պրեստիժ, որ ասում եմ, զինվորականը, որ բանակ է գնում, մենք պետք է իմանանք, որ դա հեղինակ, նա արտոնյալ է,